Անջատեք էլի, սա մեզ պետք չի։ Ով կա այստեղ, օգնեք, սա անջատեք, լավ։ Выключите вентилятор. Եզեկիել 12-րդ գլխի 21-րդ համարից մինչև 28-րդ համարը։ Езекииль 12 глава с 21 Բայց стиха. խնդրում եմ իմ քարոզը չմոռանաք։ Նա ուշանում է։ Он опаздывает. Ինձ հետ Тема եք, моей проповеди. Вы со мной. կարող ենք միասին կարդալ։ Мы можем вместе прочитать. Ես ասեցի անջատեք սակջան։ Ձայնը խանգարում է ինձ։ Շնորհակալ եմ։ Ահա։ Ահա, սյախ վրես։ Դու կարող ես նստել։ Տեսեք անհնազանդությունը ոնց ա լինում։ Ասում եմ անջատի եկավ կամ անցածրեց։ Անջատեցի, լավ։ 21-ից 28-ը։ С 21 стиха. Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. И было ко мне слово Господне, Մարդի որդի։ Сын человеческий. Դա ինչ առակ է, Что за поговорка որ դուք ձեր մեջ խոսում եք, у вас в земле Израилевой? որ ասում եք, Вы говорите, օրերը երկարում են, много дней пройдет, տեսիլքը հեջբան է դառնում։ и всякое пророческое видение исчезнет. Այս սրա համար ասա ժողովրդին։ Посему скажи им, Այսպես է ասում Տեր Աստվածը. так говорит Господь Бог, Ես կդադարեցնեմ այդ առակը, уничтожу эту поговорку. այսինքն որ առակը, Какую поговорку? որ ասում են Աստծո դատերը ուշանում են, Которые говорят, что суд Божий օրերը опаздывает, երկարում են, дни այս ինչ становятся որ ասում են, дольше. չի լինում։ Говорят, что-то не Այսպես получается, ասում не Տեր случается. Աստվածը. И так говорит Ես Господь. կդադարեցնեմ այդ առակը, Я уничтожу эту поговорку. եւ նրանք մյուս անգամ չեն ասել այդպիսի առակ։ И не будут уже употреблять такой поговорки. Նրանց ասա, И скажи им, օրերը մոտեցել են։ близки дни Ամեն տեսիլքի կատարումը մոտեցել է։ исполнения всякого видения пророчества, Որովհետև այլևս ոչ մի տեսիլք դատարկ պիտի չլինի ибо уже не останется никакое видение пророчества. եւ շողոքորթության գուշակություն Իսրայելի տան մեջ։ И ни одно предвещание не будет ложным в доме Израиля. Որովհետև ես եմ Տերը, Ибо я Господь, խոսացածս խոսում եմ, я говорю, խոսքս կատարում եմ, и слово, которое я говорю, исполнится, այլևս պիտի չուշանամ, и не будет отложено. որովհետև ձեր օրերումը Ваши дни, ով ապստամբների տուն мятежный дом. մի խոսք եմ խոսում Я изрек слово եւ նրան պիտի կատարեմ, и ասում է Տերը։ исполню его, говорит Бог. Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. И было ко мне слово Господне, Մարդու որդի, Сын человеческий. այ Իսրայելի տունը ասում է. Вот Дом Израилев говорит, Այն տեսիլքը, որ այդ մարգարեն տեսնում է, пророческое видение, которое видел он, շատ օրերի համար է։ сбудется после долгих, Հերու многих дней. ժամանակների համար է դա И он մարգարեն։ пророчествует об отдаленных временах. Մեր օրերում դա չի երևում, որ պիտի կատարվի։ И не видно, что это будет в Սրա համար наши ասա дни. նրանց։ Поэтому скажи им, Այսպես ասում Տեր Եհովան. так говорит Господь Бог, Այլևս ни одно ոչ մի խոսքը из слов моих պիտի չուշանա։ уже не будет отсрочено. Խոսած խոսքս Но слово, которое я скажу, պիտի կատարեմ, сбудется, ասում է Տեր Եհովան։ говорит Господь Бог. Թույլ տվեք մի քիչ պատմական տեղեկություն տամ ձեզ, որպեսզի պարզ լինի ինչ էր կատարվում։ Позвольте привести историческую справку, что происходило. Եզեկիելը Իսրայելի ժողովրդի մի մասի հետ գնացել էր Բաբելոնի գերության ափ, Язык частью израильского общества пошел в Вавилон, որովհետև այդպես որոշել էր Աստված։ потому что так решил Бог. Եվ Աստված ասել էր գնացեք Բաբելոն։ И Бог сказал, идите в Вавилон. Իմիջիալոց ասեմ դա մի տեղ էր, որ ժողովուրդը չէր ուզում գնալ։ Это было место, куда не хотел идти Բայց народ. Աստված ասել էր գնացեք, Но Бог сказал, идите, տներ սարքեք, стройте дома, ամուսնացեք այնտեղ, женитесь, выходите замуж, այգիներ տնկեցեք, сейте поля, օրտնեցեք այդ երկիրը, благословляйте эту աճեցեք մինչև իմ որոշած ժամանակը։ страну. И потом Բայց կար ժողովրդի մի մաս, была одна другая часть, որ մնացել էր Երուսաղեմում, սա իրանց ուզած տեղն էր։ которая осталась в Иерусалиме, и это Իրանք было դեռ место, ուզում где էին они хотели ապրել այնտեղ։ остаться. Они хотели жить еще. Իրանք ուզում էին հավատալ, որ այդ տեղը պիտի Աստված օրհնի։ Они хотели верить, что Бог благословит это Եվ место. նրանք մի հատ առակ էին հորինել իրար մեջ։ И они одну, скажем так, притчу, Եվ пословицу ասում են, այն говорили ինչ որ друг ասում է другу. Եզեկիել այն երկրից, որտեղ ապրում է, То, что говорит Иезекииль с той страны, в которой он այդ живет, խոսքերը չեն կատարվել այլևս։ эти слова больше не Դրանք исполнятся. դատարկ բաներ են։ Это пустые вещи. Եվ այսպեսով սիրելիներս, И так возлюбленные. մարդկանց մեջ շատ հաճախ
часто в людях առակներ ու թևավոր խոսքեր են ծնվում, рождаются всякие крылатые фразы, երբ пословицы, որ նրանք ներքին համոզմունքներ ունեն, когда у них есть внутренние ինչ որ убеждения պատկերացումներ ունեն, или какие-то եւ դրա представления. արդյունքում շատ ժամանակ անգամ անեկդոտներ, առակներ, թևավոր խոսքեր են ծնվում։ И из-за этого рождаются разные анекдоты, какие-то крылатые Եվ фразы. Իսրայելի պատմության մեջ И в истории Израиля հերթական առակը սա էր։ была вот эта следующая Ասում էին օրերը երկարում է։ пословица. Он говорит, написано, что дни Այն ինչ որ становятся Աստված больше. ասել է, արդեն բավականին ժամանակ է անցել, ոչինչ էլ չի То, կատարվում։ что Бог говорил, и прошло много времени, и ничего не Եվ исполняется. ամեն տեսիկ ոչնչանում է։ И все видение как будто исчезает. Եվ հիմա փորձենք սիրելներս И давайте попробуем сейчас հասկանանք ինչ է ուզում ասել։ понять, что хочет сказать Бог. Աստված այս պատմության միջոցով մեզ Через- 21-րդ դարում ապրող մարդկանց Эту историю людям, находящимся в աղոթքի տուն 21 веке, եկեղեցում в церкви Дом молитвы. այստեղ Կիրակի օր այդ աթոռին нստած մարդուն Здесь в воскресенье в человеку, который сидит на этом միգուցե стуле. դու ես այդ առակը քո մեջ պատտեցնում Может быть, ты также в себе имеешь вот эту Առաջի пословицу. բանը, որ այս խոսքի մեջ մենք տեսնում ենք, Первое, что мы видим здесь, կարծես թե այսպեսին էր։ казалось бы, было таким. Աստված շատ բաներ է խոսել, Бог много чего говорил, բայց դրանք չեն կատարվել։ но это не исполнилось. Գիտեք, սիրելիքս, մենք ապրում ենք հիմա այնպիսի ժամանակներում, Мы живем сейчас в такое время, որ կան մարդիկ, что есть люди, որոնք բարձրաձայն չեն ասում, которые громко не բայց говорят. երկու բան կա, որ խոսում է, որ իրենք այդպես են մտածում։ Но есть две вещи, которые говорят, что они Երբ որ так դու думают. նրանց ապրած կյանքին ես նայում, Когда ты смотришь на их образ жизни, եւ բաներ կա, որ ներքուստ կատարվում է եւ նրանք չեն արտահայտվում, есть вещи, которые внутри происходят, Դու но в них они հասկանում проявляются. ես, И ты որ понимаешь, նրանք էլ են Իսրայելի պես մտածում, դե չի կատարվում Աստծո ասածները, հիմա մենք ուրիշ կյանքով պիտի ապրենք։ что они думают так же, как Израиль, что не исполняется ничего Божьего, мы Աստված должны շատ жить другой բաներ жизнью. խոսել է, Бог много чего բայց говорит, դրանք չեն կատարվել։ но это не исполняется. Զարմանալի է, որ զուգահեռ երկրորդ Պետրոս 3-րդ գլխի 4-րդ համարն ասում է. И удивительно то, что параллельно послание Петра нам говорит, Ուշադրի լսեք։ Ես հիմա ասում եմ նոր կտակարանի։ я сейчас буду читать из Պետրոս Нового առաքյալն Завета. ասում է. Апостол Петр Բա говорит, ուր է նրա ասածները, որ կատարվեն։ а где обетование его? Ուր которые է նրա должны խոստումները, исполниться? որ ասել է։ Где его обетование, которое он обещал? Իմիջիալոց Պետրոս առաքյալը սիրելիներս ասում է, И апостол Петр говорит, որ վերջին օրերում մարդկանց մոտ առաջացած հարցերից մեկը հենց սա է լինելու։ что один из вопросов последних дней будет таким. Բախի չի Հիսուսը գալիս։ Почему Иисус не Բա որ եթե приходит? Հիսուսը տեսնում, ախի չի դատեր անում։ А если Иисус видит, почему он не Բախի չի судит? արդարին արդարացնում ամբարիշտի պատիժը տալիս։ Почему не оправдывает праведного и не осуждает Բայց грешника? Աստված տեսնում է, բա ինչու իր գործը չի անում, որ մենք հասկանանք, որ ինքը գործ է անում։ Если он видит, почему он не действует? Եվ Պետրոս առաքյալը զգուշացնում է, որ վերջի օրերի մարդկանց հարցերից մեկը սա И է։ Петр говорит, что в последнее время люди будут задаваться Գիտեք, таким այդ вопросом. վիճակը շատ վտանգավոր է, И это состояние очень опасно. որովհետև նպատակներից մեկը Потому что одна из թե целей, ինչու են մարդիկ շահագրգռված почему люди заинтересованы, Աստծո խոսքը, մարգարեությունները, տեսիլքները, Божье Слово, пророчество, видение, Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, второе пришествие Иисуса, նրա դատաստանները Его суд կասկածի տակ դնել, поставить под сомнение. կամ էլ խոսել առականման ձևերով, կարծես թե չէ, իրանք չեն ասում, որ այդպես չի, Или говорить пословицами, они не говорят, что так, բայց ասում են, բա ուր է, но они задаются, բա а Աստված где? չի տեսնում, Разве Бог не видит? Աստված չի տեսնում։ Разве Бог Գիտեք, не видит? պատճառներից մեկը որն է, որ մարդիկ այդպես են անում Вы սիրելիներ, знаете, одна из причин, почему люди так եւ делают այդպես իրար մեջ խոսում են, и так друг другом говорят. ամենամեծ նպատակներից մեկը ուշադրի լսեք խնդրում Одна եմ։ из самых Ես հավատում եմ, главных որ целей. սա ես շատ զգում եմ այսպիսի արտահայտություններից, բայց ես հավատում եմ, որ սա Տիրոջ հոգուց է։ Я очень аккуратно говорю эти слова, но я верю, что это от Духа Մարդիկ Божьего. Люди Ուզում են хотят կեղծ հանգստություն ստեղծել իրենց համար։ создать вокруг себя ложное спокойствие. Որովհետև երբ որ մարդը մտածում է հանդերձյալ կյանքի մասին, Потому что когда человек думает о будущей жизни, Հիսուսի երկրորդ գալստյան մասին, о втором пришествии, դատաստանի մասին, о суде, հավիտենական կյանքի о մասին, вечной жизни, դժողքի մասին, об аде, կրակեց ծծումբի լճի о մասին, гене огненном, об գիտեք, этом սա озере. մարդկանց անհանգստացնում է։ И это тревожит людей. Մարդկանց սա դուր չի գալի, որ մտածեն այսպիսի բաներ։ Людям не нравится, они не хотят Եվ думать об մարդկանց этом. միակ գլխավոր նպատակներից մեկը, որ ուզում են կեղծել, ասել դե դա եղել է, դա
սա մեր ժամանակների մասին И չի։ одна из главных причин, люди хотят создать ложное Ամենագլխավոր спокойствие. նպատակներից մեկը սա է սիրելներս, И одна из главных причин, որ կեղծ հանգստություն ձևավորեն իրանց ներսում, чтобы в них создать ложное որ спокойствие. իրենք չանհանգստանան իրանց ապրած կյանքի համար, Чтобы они не переживали որ за свою իրենք жизнь. երբեք չասեն, բայց այս ճիշտ է, որ ես սենց ապրում եմ։ Чтобы они никогда не задумались, это Դուք хорошо, что լսում я եք так ինչ եմ живу, ասում։ это правильно, что я Ժողովուրդ так դուք լսեցիք նոր ինչ ասեցի, живу. Вы услышали, что որ я նրանք сказал? երբեք իրենք չասեն, այ հիմա որ ես սա խոսում եմ, անում եմ, սա պետք է անել։ Чтобы они не задумались, вот я сейчас Գիտեք, говорю или մարդկանց делаю, это համար սա нужно շատ делать. վտանգավոր հարց է, И это очень опасный вопрос среди որովհետև այդ людей. հարցը ներքին դիսկոմֆորտ է առաջացնում Потому մարդկանց что համար։ этот вопрос вызывает Եվ дискомфорт. մարդ ավելի լավ է չմտածի դատաստանի մասին։ И лучше, чтобы человек не думал о суде. Չմտածի Հիսուսի երկրորդ գալստյան Не մասին։ думал о втором пришествии. Չմտածի, որ ինքը իր արածների համար պատասխան պիտի տա։ Не думал, что Ավելին он ասեմ։ даст отчет за свое действие. Լսեք ուշադիր, ավելին ասեմ։ Более скажу, Չմտածի, որ այն ինչ որ Աստված ասել է, հիմա պիտի կատարվի։ чтобы он не думал, что Бог сказал, должно именно исполниться сегодня, Հիմա сейчас. շատ հնարավոր է մի ժամ հետո, Очень возможно, что շատ через հնարավոր է час, մի ամիս հետո, может быть, через շատ месяц. հնարավոր է մենք չհասնենք այստեղից դուրս գալ։ Возможно, мы не успеем отсюда Այսպես выйти. մտածելը շատ քրիստոնյաներին ձեռ չի տալիս։ И многим не на руку думать так. Ով է հիշում իմ քարոզի падգամը, Кто վերնագիրը, помнит тему моей проповеди? նա ուշանում է։ Он опаздывает. Ոչ թե նա ուշանում է, որովհետև կարոտով սպասում եմ երբ պիտի գա։ Не потому, что он опаздывает, что я скучаю по нему. Նա ուշանում է։ Он опаздывает. Դե որ ուշանում է, մենք էլ ոնց կուզենք այնպես էլ Ну, կանենք։ раз он опаздывает, значит, мы будем жить как хотим. Իսրայելի պատմության մեջ ամենաշատ դժբախտությունները հենց սկսվել են սրանից И իրենից։ самое большое горе в Израиле начиналось Օրինակ, именно из-за նայեք этого. ուշադիր։ Посмотрите, Ժողովուրդն ասեց. народ сказал, Մովսեսը ուշանում է իջնելու սարից, որ մեզ առաջնորդի դեպի Քանանի երկիր։ Моисей опаздывает, чтобы ввести нас в хаанскую землю. Եվ գիտեք նրանց նպատակը ոչ թե անհանգիստ են, որ Մովսեսը չէր Они իջնում։ не были обеспокоены, что Моисей не Նրանց սրտի մեջ спускается. իրենց երազածը կար։ У них было что-то Ոնց внутри. պահը բռնեցնեմ, ես իմ երազանքին հասնեմ։ Как использовать момент, чтобы достичь Եվ գիտեք желаемого? նրանց երազանքը որն И էր։ знаете, что было это? 430 տարի նրանք ապրել են Եգիպտոսում։ Խնդրում եմ լեհուշադիր լսեք իրեններս։ 430 лет они жили в Египте. Եգիպտոսում նրանք տեսել էին եգիպտացիների լավ ապրելը, Они видели хорошую жизнь египтян. գլամուր ապրելը, Они видели ֆինանսապես ապահովված ապրելը, финансовую լավ безопасность, տների մեջ ապրելը, хорошие дома, փարավոնի ճոխությունը։ вот эту роскошь Եվ фараона. նրանց սրտի մեջ մի հատ երազանք կար, բա մենք ումից ենք պակաս։ И у них внутри была такая мысль, Եվ այս «А чем я Մովսեսն էլ хуже?» որ մեզ հանել է այստեղից։ И Моисей, который вывел нас. Մենք երազում ենք, որ Եգիպտոսում են ինչ որ տեսել ենք, մի հատ էլ մեր հետ լինի, էլի։ Мы хотим то, что мы видели в Մի Египте, հատ էլ чтобы было с մենք нами. էլ շատ պաչպիշիկներ ունենանք, էլի, Чтобы и у պաչպիշիկներ։ нас было много больше Մեզ էլ подписчиков, ճանաչեն, էլի։ чтобы и нас знали, Մենք էլ փող ունենանք շատ, էլի։ чтобы и у нас было много Մենք էլ денег, այս նպատակներ այս երկրի վրա ունենանք, էլի, մենք էլ լավ ապրենք, էլի, ինչ կլինի։ чтобы мы тоже хорошо жили. Что будет? Եվ գիտեք ինչ արեցին, երբ որ Մովսես ուշացա։ И знаете, что они сделали, когда Ահարոնին опоздал Моисей? ասեցին, Они сказали հիմա մեր Аарону, պատկերացրած Աստվածը մեզ տուր։ теперь дай нам представляемого нашего Ահարոնը Бога. վերցրեց ոսկեն հորթը սարքե Аарон сделал им тельца. եւ ասեց, սա է պաշտեք И դեր сказал, ուզած։ вот ваш Бог, Ինչու поклоняйтесь ոսկի, ему. Почему золото? ինչու մամոնա։ Почему маммона? Եվ սրանք մտածելու տեղ են տալիս И մեր это սիրելիներս։ дает нам место для раздумий. Սիրելիներս, ես ֆոյեի մասին զգուշացրել եմ, հետո չասեք, որ ես ձեզ չեմ ասել։ Я предупреждал по поводу фойе, потом не говорите, что я не предупреждал. Դժբախտությունները միշտ սկսել են, И несчастья երբ որ начинаются մարդիկ всегда, ասել են, ուշանում է Աստծո խոստումը։ Այն ինչ որ գրված Աստծո գրքի մեջ տենցնեն չի, որ դա կարա, ես իմ դե երևի ճիշտ է։ когда они начинают говорить, что вот, когда это будет, когда исполнится то, что Աստծո խոսքն написано. ասում է, Библия говорит, կկատարվի շուտով։ скоро исполнится. Ես չգիտեմ ով է այստեղ հոգևոր քնած։ Я не знаю, кто здесь духовно спит. Ես չգիտեմ ում սրտին է, որ չի հասնում այս խոսքը։ Я не знаю, до какого сердца не доходит это слово. Ստափվի, Приди в себя. կատարվելու է խոսքերը։ Слово исполнится. Եվ շուտով գրված է։ И написано вскоре. Մենք քիչ հետո խոսանք դա ինչ է նշանակում։ Мы вскоре будем говорить, что это означает. Շուտով է կատարվելու։ Вскоре. Իսկ ժողովուրդն ասում են, չէ, դա մեր օրերի համար չի։ А народ говорит, это не про наши дни. Это Եկեք не для անցնենք наших առաջ։ дней. И давайте пройдем дальше. Երկրորդ բանը, որ ասում են այդ ժողովուրդը, Второе, что говорил этот народ, ասում են օրերը երկարում են։ он говорит то, что
дни становятся дольше. Գիտեք, բնագրում մոտավորապես հնչում է այսպես. И в оригинале примерно звучит так. Ժամանակն անցնում է, բայց խոսքը չի կատարվում։ Время говорит, но слово не исполняется. Время проходит, но слово не исполняется. Իհարկե, այստեղ էլ որոշ սխալ մտադրություն ենք տեսնում մարդկանց կողմից։ И мы здесь тоже видим что-то Ինչու են неправильное. ասում երկարում են օրերը, խոսքը չի Почему они կատարվում։ говорят, что дни идут, а слово не исполняется? Որովհետև այստեղ շատերը այսպես մտածելու արդյունքում են ասում։ Потому что они говорят из-за чего-то. Լսեք ուշադիր։ Ես դեռ կհասցնեմ ապաշխարեմ։ Допустим, они говорят, что я еще успею покаяться. Օրերը երկարում են։ Դեռ Աստված չէ, Աստված լվերջը չի բերել։ Ես կհասցնեմ ապաշխարեմ։ Бог еще не положил конец, я еще успею покаяться. Քուրեր եղբայրներ, Братья и сестры, Սուրբ Գիրքը ասում է, որ չես կարող ապաշխարել այդ ժամանակով Библия ուզած։ говорит, что ты не можешь в желаемое время Դուք ասես, покаяться. Հակոբ եղբայր, դու ես որոշում, ես երբ կարող եմ ապաշխարել, երբ չէ, չէ։ Ты скажешь, разве ты решаешь, пастор Акоп, когда мне Ով եմ покаяться, ես, когда որ нет? ես այդպիսի բան որոշեմ։ Кто я, чтобы решать такое? Գիտեք ով է որոշել։ А знаете, кто решил? Աստված։ Бог. Որտեղից գիտեմ։ Откуда я это знаю? Գրված է։ Написано Հիմա է сейчас. ընդունելու ժամանակը։ Сейчас время принятия. Երբ Когда? որ ժամանակների մասն է խոսում։ О каком времени идет речь? Երբ կարող է մարդն ապաշխարել։ Когда человек может покаяться? Երբ է Աստված ուզում մարդուն տեսնի ապաշխարելուց։ Когда Бог увидит человека Երբ каяться, хочет սիրելիներս։ увидеть? Եկեղեցի երբ Церковь, когда? կներեք ես պիտի շատ ողջավորված հարցնեմ։ Երբ Простите, я должен Երբ спросить, պիտի когда? փոխենք այն բաները, որ փոխվելու են։ Когда мы должны исправить то, что должно исправиться? Երբ պիտի ես բերեմ այդ փոփոխությունը իմ կյանքի մեջ։ Когда эти изменения придут в мою Հերիքի жизнь? ասեմ դեռ кհասցնեմ։ Хватит Չէ, говорить, չէ, я еще успею. չէ, դու ֆիզիկապես բարձրաձայն չես ասում։ Да, ты физически Բայց քո не- ապրած կյանքը, քո հաշվարկները, քո առօրյան ցույց են տալի, որ դու չես շտապում ապաշխարել։ Но твоя жизнь, твой образ жизни Այ превращен и Տեր, говорит, что ты ես спешишь դու եմ որ покаяться. Տիրոջ հոգին ինչ որ բան ա ուզում շարժի այստեղ։ Я верю, что Дух Святой что-то Եվ хочет գիտեք двигать. Աստված ինչ է ասում։ И знаете, что говорит Бог? Ասում է հիմա է ընդունելու ժամանակը։ Сейчас время принять. Քույր եղբայրներ, եթե Աստված ասում է հիմա, Если Бог говорит նա сейчас, նկատի չունի որ վաղը կանեմ այն ինչ որ ասում եմ։ Он не имеет в виду завтра. Աստված է որոշում ժամանակները։ Бог решает Եվ նա времена. ասում է հիմա է ընդունելու И ժամանակը։ Он говорит, сейчас время Հիմա принятия. է փրկության օրը։ Сегодня день спасения. Եվ այս խոսքը հիշեցնում է, И это слово напоминает, որ Աստծո շնորհն արձագանքելու, что Божья благодать, Աստծո խոսքին արձագանքելու ներողություն։ то есть откликаясь на Божье Դա, слово, Քրիստոսին հավատքով դիմելու ժամանակը то есть время, когда нужно обращаться с верой к Христу, հիմա է։ это сегодня, Ոչ թե сейчас, անորոշ ապագայում։ не в неопределенном Գիտեք, будущем. մարդկանց նայում ես ու դու հասկանում ես նրանց ապաշխարության մասին գրված է իրեն ճակատներում։ Մի օր И знаете, у многих на лбу написано время покаяния կհասցնեմ։ какой-то день. Я Իսկ еще այս խոսքից успею. նայելով ուզում եմ ասեմ, չեմ հասցնի։ Но я, смотря на это слово, я хочу сказать, они не успеют. Չեմ հասցնի ես, Я не успею, որովհետև գրված է հիմա է։ потому что написано сегодня. Ինչ որ մեկին շուր արի, եթե իհարկե մարդ կգտնես կողքդ, ասա հիմա է։ Повернись к кому-нибудь, если Հիմա кого-нибудь է։ найдешь, и скажи Եթե сейчас. հարաբերությունների մեջ հարց կա լուծելու, հիմա է։ Если вопрос есть в отношениях, решить Եթե сейчас. ծխելուդ հետ խնդիր ունես, հիմա է։ Если у тебя есть проблемы с курением, Հիմա, сейчас. հիմա։ Сейчас. Գիտեք, սիրելիներ, եթե այդ հիման ես արհամարում եմ, Если я ни во что не այդ вставлю это հիմա сейчас, բարի վերջում մի հատ տառ է ավելանում, ժեն։ и как бы добавляется одна буква «ре». Եթե ես հիման արհամարում եմ, На армянском это лучше звучит. Если я сейчас եւ ես կատականողի պես չեմ, ես խնդրեմ սիրելիներ, զգուշ եղեք այսօրվա լսած խոսքի նկատմամբ։ и будьте сегодня Հիմա бдительны է։ к слову, которое вы сегодня будете слушать. Եվ քո ապաշխարությունը անորոշության մեջ չպիտի լինի։ И твое покаяние не должно быть где-то. Եվ գիտեք, երբ որ Իսրայելն ասում էր, որ օրերը երկարում են, նրանք Когда չէին հասկանում, Израиль говорил, что дни становятся больше, որ они не օրերի понимали, երկարելը դա սով ողորմության նշանն է։ что, может быть, это знак милости Божией. Ոյ, Տեր, բաց արա ժողովրդի ականջը միտքը։ Господи, открой уши, открой Ինչու мысли. կարող է Աստված ուշանալ։ Почему Бог мог Ինչ որ обладать? միտեղ դա նրա ողորմության նշանն է, Где-то это знак Его որ милости, դու հիմա հասցնես։ чтобы ты сейчас успел. Տեր օգնի մեզ, խնդրում եմ։ Пускай нам Бог поможет.
Գիտեք, սիրելիներս, ապրումներս բացատրել հնարավոր չեն, ինչ որ ես զգում եմ այստեղ կանգնած։ Мои переживания невозможно передать словами. Ես что я տեսնում եմ, чувствую որ здесь. որոշները չեն ընդունելու սա։ Я вижу, что многие это не примут. Ես հասկանում եմ, որ այս խոսքը լսելուց հետո որոշները гналու են նույն ապրելաձևով են ապրել։ Я понимаю то, что после этого слова будут также продолжать жить своей Ես жизнью. սարսափ եմ ապրումներս։ И я внутри буквально Ես ужасаюсь. աղնացանք ունեմ իմ ներսում, У меня есть որովհետև тревога. հասկանում ինչ որ մեկը սա բաց է թողնելու։ Я понимаю, что кто-то Բայց пропустит это. օրհնյալ լինի նա, Но благословен тот, որ սա ընդունում է հավատքով который это принимает եւ верой ասում է այսօր է լինելու, и говорит: Այսօր է сегодня փոխվելու։ будет, сегодня я здесь, այսօր եմ ես որոշելու, сегодня я решу, այսօր եմ ես դա անելու։ сегодня я Այն это ինչ որ сделаю. ես այսօր անելու եմ, վաղ այլևս չեմ գցելու դա։ Что я сегодня сделаю, я не оставлю на Քույր завтра. երեխայներ, Братья и դա сестры, Աստծո ողորմության նշանն է, это знак Божьей милости, երբ որ նա ուշացնում է իր գալը։ когда Он задерживает Երրորդ свое բանը, որ մենք пришествие. տեսնում ենք այս խոսքի մեջ, երբ որ Իսրայելն ասում է, Третье, что мы видим, նրանք ասում են, они говорят, հիմա լսեք խնդրում եմ։ Ասում են տեսիլքը ոչնչանում է։ они говорят, что видение исчезает. Գիտեք, ինձ հետաքրիր էր բնագրում ինչ է գրված։ И мне интересно было, что написано в Բնագրում оригинале. գրված է մեր օրերի մասին չէ դա։ Написано, что это не про наши дни. Հակոբ եղբայր Հիսուսի գալստյան մասին մեր օրերի մասին պետք չի կապել։ Брат Хакоб, нельзя связывать с нашими днями второе пришествие Иисуса. Հակոբ եղբայր Աստծո այդ վերջին օրերի խոստումները պետք չի այս օրերի հետ կապել։ Չի կարելի կապել։ Брат Хакоб, нельзя вот эти обетования последних дней Այդ связывать с օրերը сегодня. հետոյի մասին է։ Это говорится о следующих, о последних днях. Դուք երբևէ Вы никогда, լավ, մինչև այս հարցը տալը ուզում եմ ձեզ մի կարևոր բան ասեմ прежде чем ցերես։ задам вопрос, хочу сказать Աստծո то, что խոսքն важно. ասում է հիմա է կատարվում դա։ Библия говорит, что это сейчас случается. Հիմա դու ինձ կարող ես ասել, ուզում ես ասես, հեսա Հիսուսը գալու, հա։ Ты хочешь сказать, разве Иисус сейчас придет? Երանի տենց լիներ։ Дай Бог, чтобы так было. Երանի տես, գիտեք, երբ որ ես աղոթքի ժամանակ ասում եի, եկեք գոռալով ասենք, եկ Հիսուս, դուք լսեցիք դալիճի լռությունը։ Когда я говорил, давайте скажем, приди Иисус, вы слышали тишину в Ինձ зале? դա бան է հուշում, սիրելիներս։ И это о чем-то говорит. Երբ որ մարդը համարցակություն չունի, Իսուս գիրքն ասում է, թող հարսը ասի եկ Հիսուս, Когда человек не осмеливается сказать, приди Иисус, ստեղ խնդիր կա։ там есть проблема. Ուրեմն մարդը Значит, человек փորձում է նրա խոստումների, մարգարեությունների, տեսիլքների Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան դատաստանի մասին այդ ամենը թողնել անորոշության մեջ։ он хочет вот это все, то, что говорится о втором пришествии Иисуса, оставить в Չմտածել, каком-то որ դա կարող է հիմա լինի։ нерешенном Բայց состоянии. ես ասում եմ Երանի հիմա լինի։ Он думает, что это не будет сейчас, но я говорю, дай Ես Бог, ասում чтобы եմ это Երանի было հիմա сейчас. լինի։ Я говорю, дай Бог, чтобы Մենք это լավ было сейчас. կպրծնենք։ Нам было бы лучше. Աստված իմ։ Շողովուրդ այդպես լինի թե չլինի։ И Եկեք ձեր բարձրացնեն Давайте նրանք, ովքեր поднимем руку. համաձայն որ հենց հիմա Հիսուսը թող գա, ես պատրաստ եմ։ кто согласен, чтобы Иисус пришел прямо сейчас? Ես ճիշտ եմ։ Я Գիտեք был ինչքան прав. մարդիկ կա որ ձեր չեն բարձրացնում։ Հիմա ուշադիր լսեք այս հարցերը։ Теперь послушайте внимательно. Դուք эти вопросы. երբևիցե Աստվածաշունչը ձեր ձեռքը վերցնելիս, Вы, когда берете Божье Слово в руки, դուք երբևիցե ձեզ հարցեք տալի, դուք ինչ եք վերցնում ձեր ձեռքը։ вы когда-нибудь спрашивали, что вы берете в свои руки? Մի փոքր լռություն էս այս վերջացնեմ, այդտեղ զորի եղբայրան, էս այս վերջացնում եմ։ Էսա ես բրցնում եմ։ Դուք երբ որ սուրբ գիրքը մերժում եք չկարդալով, Когда вы, скажем, не читаете Божье Слово, դուք երբևիցե ձեզ հարց տալիս եք, ում եք մերժում, вы спрашиваете себя, вы этим отказом ում եք շրջանցում չկարդալով սուրբ գիրքը, проходите мимо кого, когда вы не читаете Божье եւ դա Слово? ինչ հետևանքներ կարող է И ունենալ։ какие последствия могут быть? Մյուս հարցը, Другой вопрос. դուք երբ գալիս եք Աստծո տուն, Когда вы приходите в Божий дом, դուք քարոզ եք լսում բեմից, вы слышите проповедь դուք со сцены. երբևիցե ձեզ հարցնում եք, Вы когда-нибудь себя спрашиваете, ով է որ ուզում է խոսել ձեզ հետ։ кто, который хочет говорить с вами? Կարծում եմ միայն հիմարը չուզենա լսել էսի։ Мне кажется, даже, наверное, глупо не захочет это услышать.
իմաստունը գիտի հիմա ինչա հնչում բեմից։ Мудрый знает, что сейчас говорится со сцены. Ես ուզում եմ այս հարցը նորից տալ։ Я хочу еще раз спросить. Երբ որ դու գալիս եք Աստծոտուն եւ բեմից падգամ ու քարոզ եք лысում, Когда вы приходите в Божий дом и слышите դուք со сцены երբևիցե ձեզ հարցնում եք ով է ուզում խոսել ինձ հետ։ проповедь, вы спрашиваете себя, кто хочет говорить со мной? Եվ գիտեք, սա է որի արդյունքում ոմանք քարոզի ծառայության ժամանակ կարող են դուրս գալ ֆոյե, И именно из-за этого многие могут выйти во время проповеди в քարոզի фойе, ժամանակ իրար հետ ունայնաբանություններ խոսել։ во время проповеди говорить о каких-то пустых вещах. Ոմանք էլ մնալ դալիճում, ծարավ մարդու նման Աստծո խոսքը ջրի պես խմել։ А многие остаться и слышать Божье Слово, Սա է как пить պատճառը, буквально որ как воду. ոմանք քարոզի ժամանակ կարող են իրենց հեռախոսների մեջ տարօրինակ բաներ նայել։ Именно по Քարոզի этой ժամանակ։ причине во время Քարոզի проповеди многие ժամանակ։ во время Քարոզի проповеди смотрят какие-то непонятные вещи в телефоне. Մենք անգամ ականատես են եղել ոնց են քարոզի ժամանակ սերիալ նայում մարդուն դալիճում։ Հեռախոսը միացած, ֆիլմ նայում։ Քարոզը գնում են ֆիլմ են նայում։ Ուզում եմ հարց տամ, И хочу спросить, ժողովուրդ դուք գիտակցում եք ում հետ գործ ունեք։ вы понимаете, с кем вы имеете дело? Դուք հասկանում եք ով է ուզում այստեղից խոսել ձեզ հետ։ Вы понимаете, кто от этого места хочет с вами говорить? Դուք հավատում եք, որ քարոզի ժամանակ կողքինիդ հետ ուրիշ թեմայից խոսելը դա ավելի կարևոր բան է, քան թե նա ով ուզում է այստեղից խոսել քեզ հետ որ կյանքդ փոխել, քանդել քո կյանքի կապանքները, դժվարությունները, հիվանդությունները, դուք մտածում եք որ դա ավելի կարևոր է։ Вы думаете, ваши разговоры с кем-то более важнее, чем тот, кто стоит Ինչ здесь и որ говорит բան вам? կա, որ մենք զիջել ենք։ Здесь кое-что есть, что мы упустили. Ես չեմ հավատում, որ մեկ այստեղ հարսանիքում լիներ այս պահին ու ինքը քներ։ Я не верю, что если бы здесь была свадьба, кто-то бы уснул здесь. Ես որոշել եմ այս քարոզը շատ առարկայական լինի այսօր։ Я решил, чтобы эта проповедь сегодня была очень, пример, полна примеров. Եվ երբ որ Իսրայելն ասում էր, տեսիլքը ոչնչանում է, անհետանում է, И когда они говорили, что вот это видение, оно исчезало, գիտես նրանք ինչ են ուզում ասել они хотели սիրելիս, сказать, ուզում են ասել։ Եկեք շարունակենք ապրել ինչպես ուզում ենք։ давайте продолжим жить, как мы хотели. Վերջ։ Ինչ չես քեզ Конечно. կոտորում բեմի վրա։ Что ты себя так мучаешь на Ով сцене? եղբայր, մեկը գնալու ենք, անենք այնպես, ինչպես որ մինչև հիմա արել ենք։ Все равно мы пойдем жить так, как мы до этого Չէ, делали. սիրելներս։ Нет, Սուրբ возлюбленные. Գիրքը մեզ զգուշացնում է։ Библия нас предупреждает. Իսրայելն ասում էր, Израиль говорил, այդ տեսիլքները չեն կատարվելու։ вот эти видения, они не исполнятся. Արդյունքում ինչ կարող ենք տեսնել։ Что мы увидим в Գուրերը ֆայներ ինչ последствии? կարող է հասկանալ, երբ մարդը սկսում է անլուրջ, սովորական խոսքի պես, ինչպես անցած անգամ ես հիշեցրեցի Աստծո խոսքի նկատմամբ անկնածանք չունենալով, Да. եւ սխալ սրտով մոտենալու արդյունքում ձևավորվում է հետեւյալ պատկերը։ Գիտեք ինչա ձևավորվում, տեսեք։ Մարդն ասում է. օրերը երկարում են։ Աստված ասում է, օրերը մոտեցել են։ Մարդն ասում է, տեսիլքը անհետանում է, մեր հետ կապ չունի։ Աստված ասում է, իմ խոսքը կկատարվի։ Մարդն ասում է, դատաստան չի գալու։ Աստված ասում է, այլևս չի ուշանալու։ Որովհետև Եզեկիելի 12-րդ գլխի 21 համարն 25 համարն ասում է, որովհետև ես եմ Տերը, խոսացածս խոսում եմ, խոսքս կատարում եմ, այլևս պիտի չուշանա, որովհետև ձեր օրերումը պիտի լինի, ով ապստամբների տուն, մի խոսք եմ խոսում, նրան պիտի կատարեմ, ասում է Տեր Եհովան։ Հիմա հարց, ինչու է Եզեկիել այս ամենը խոսում։ Теперь вопрос, почему Иезекииль это все говорит? Եկեք նորից հարց տանք։ Ինչու է Եզեկիել այս հարցը տալիս։ Давайте еще раз спросим, почему он задает этот Չէ՞ որ вопрос? արդեն սիրելիներս ժողովրդի մեծ մարդը արդեն գերության մեջ են եւ Աստծո կամքին հնազանդվել են։ Разве большинство людей были уже в плену? Они как бы Աստված ուզեցել էր որ նրանք գնան, նրանք գնացել են, բայց ինչու է Եզեկիելը խոսում։ исполнили волю Божию. Почему тогда Иезекииль говорит? Գիտեք ինչու սիրելիներս։ Знаете почему? Ժողովրդի մեջ մի հատ մասսա կար։ И была масса Խնդրում եմ определенная в ուշադրությամբ народе, լսեք այս բառերը, որոնք հավատում են, որ
Էդի միամի ժողովուրդ են, որ այս քարոզիչներին հավատում են, այ մարդ չկա տես բան չի լինելու։ который думал, что вот эта часть это просто наивные люди. Մենք Не ավելի будет լավ է такого, մեր что ուզածն говорят эти անենք։ проповедники. Нам лучше делать то, что мы Եվ եթե դու хотим. կարդաք պատմությունը И սիրելիներս, если вы прочитаете историю, Երուսաղեմում մնացող ժողովրդի վիճակը շատ վատ ավարտվեց։ состояние, которое, вернее, их конец, людей, которые остались в Иерусалиме, был очень плохой. Գիտեք, Ղուկաս ավետարանում 13-րդ գլխի 1-ում մի հետաքրքիր զրույց եղավ Հիսուսի եւ ժողովրդի միջեւ։ Был очень интересный диалог между Иисусом и народом в 13 Ասում главе. են от նույն Луки. ժամանակ եկան ոմանք եւ պատմեցին Հիսուսին այն գալիլեացիների մասին, В это время пришли некоторые и сказали о галилеянах, որոնց արյունը, այսինքն Պիղատոս այդ մարդկանց արյունը խառնել էր իր զոհի հետ։ Пилат смешал их кровь с кровью жертв. Պատկերացնում եք, միամիտ, անկեղծ, անտեղյակ մարդիկ Պիղատոսը վերցնում է И Пилат берет вот этих людей, եւ նրանց արյունը խառնում է իր զոհի հետ։ и их кровь мешает с жертвой. Ժողովուրդը զարմացած են։ И народ буквально удивлен. Որտեղ է բարթարությունը, եթե sense բաներ ա տեղ ունենում։ Ինչպես հիմա Где սիրելիներս։ справедливость, что такое происходит? И сейчас такое происходит. Եվ ասում եկան Հիսուսին հարցրեցին։ И пришли и спросили Иисуса. Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նրանց. Иисус ответил: Կարծում եք, թե այդ գալիլեացիները ավելի մեղավոր են, քան թե բոլոր գալիլեացիները, Думаете ли вы, что эти галилеяне были грешнее всех որ галилеян? այդպիսի բաներ քաշեցին։ Что так пострадали? Ոչ, ասում եմ ձեզ։ Нет, говорю вам. Եթե չապաշխարեք, Если не покаетесь, ով է ասում սիրելիս։ Խնդրում եմ լես բարերը լսեք։ я прошу, Ով է услышьте эти խոսում слова. հիմա։ Кто сейчас Տեր говорит? Հիսուսը։ Господь Ասում է, Иисус. եթե Он говорит, չապաշխարեք, если не եթե покаетесь, չապաշխարեք, если не եթե покаетесь, դարձի չգա, если не եթե обратитесь, երեսով դեպի իմ կողմը չդառնա, если не обратитесь лицом ко мне, դուք էլ նրանպես կարող եք մի օր լինել։ в один день вы тоже так можете Խիստ է։ погибнуть. Это Это строго. Ես չգիտեմ դու ինչի վրա շեշտը կարող ես դնել հիմա, Я не знаю, на что ты поставишь բայց ударение, դուք տվեք մի մեկնաբանություն անեմ։ но давайте сделаем одно толкование. Այո, Да, մենք мы հասկանում ենք, որ կարծես թե Հիսուսը շատ կոպիտ խոսեց։ понимаем, что Иисус сказал очень как-то Բայց строго, հասկացեք грубо. Հիսուսի նպատակը զոհերին կամ այդ մարդկանց դատելը չէր, Но поверьте, цель не осудить, այլ որպիսի իրեն լսողները արթնանան, ինչպես որ ես եմ հիմա ուզում, որ այս դահլիճն արթնանա։ но чтобы слышащие проснулись, Ինչի համար пробудились, արթնանա? так же, как и я хочу, чтобы сидящие Ինչի здесь համար пробудились. արթնանա? Ради чего? Որ ուրիշների վրա եղած աղետը, Чтобы այն ինչ որ կատարվել էր ուրիշների հետ, то, что случилось с другими, նրանք չօգտագործեն դատապարտելու համար, որ Они- նրանք մեղավոր են երևի դրա համար այդպես եղավ։ не использовали, чтобы осуждать других, потому Այն что они պետք были է виновны. ընդունել, Но нужно принять որպես սեփական կյանքի ապաշխարության։ как покаяние собственной жизни. Եվ հիմա ուշադիր լսեք այս բառերը։ Աստծո առաջ միշտ պատրաստ լինելու կոչ, Быть готовым Ой, Աստված իմ։ всегда пред Богом. որ միշտ պատրաստ լինեն։ Чтобы всегда быть Քնից готовым. արթնացրեցին դու պատրաստ ես При երկին Богом. գնաս։ Тебя разбудили, ты готов пойти на небеса. Մեքենայով գնում ես պատահական Հիսուսը կանգնեցրեց, որ նստի քո մեքենան, պատրաստ ես, որ նա մտնի Ты քո մոտ։ едешь на машине, Иисус остановил, сел в твою машину, ты готов. Հիսուսի նպատակը սա էր И սիրելերս, это было целью որ իր Иисуса, ժողովրդին կոչ անի, որ արթուն մնացեր։ чтобы призвать народ, чтобы они Երբեք մեկ бодрствовали. ասի Իսրայելի նման, որ այդ օրերը հետագայի, ապագայի, ես չգիտեմ, շատ հեռու օրերի մասին է գրված։ Чтобы не говорили, как Израиль, что это написано о каких-то давних днях, которые Հիմա- еще будут Հիմա սիրելերս, сейчас. այո, մենք որոշ ակնարկներ հասկացանք падգամից։ Да, мы какие-то намеки поняли из этой проповеди. Ընդհանուր առմամբ ինչ հասկացանք, եկեք լավ ֆիքսենք, ինչ Давайте նոր հասկացանք։ зафиксируем в общем, чтобы Որ поняли, մարդը что человек իր սեփական նպատակներին հասնելու համար для того, чтобы дойти для собственных պատրաստ է целей, փոխել готов կամ կասկածի դնել Աստծո խոսքի նշանակությունը, поменять или поставить под сомнение, որպեսզի իր Значение մեջ Божьего Слова, կեղծ հանդարտության մտնոլորտ ստեղծի, чтобы հանգիստ ստեղծի, создать себе какое-то ложное որ спокойствие, ինչ ուզենա անի եւ դրան պատճառով իր խիղճը չհանդիմանի իրեն։ чтобы он делал, что хотел, его совесть не обличала его за Գիտեք, это. սա հիշեցնում է սատանայի ձեռագիրը ինձ։ И это напоминает мне почерк сатаны. Որտեղից ես հիշեցի։ Откуда я это Հիշում услышал? եք, երբ որ ծննդոց առաջի гլուխների մեջ, Вы помните в Бытие, в первых երբ որ главах, սատանան Ադամին եւ Ավային ասում է, когда сатана говорит Адаму и Еве, Աստված է ասել։ разве это Бог сказал?
Ո՞ց Աստված ասել։ Разве это Իհարկե Бог ինքը сказал? տեն չի ասում, ես փորձում եմ ձեր ընդունելի դարձնելու համար ինչ որ ձևով օգնեմ, որ հասկանամ։ Я хочу вам помочь, чтобы мы каким-то способом поняли. Հետո գիտեք ինչ է ասում սատանան։ Вы знаете, что потом Չէ, говорит չէ, չէ, сатана? չեք մեռնի այ մարդ իմ Աստված Вы մի не բաներ умрете. ասել է, էլի, չեք մեռնի։ Ну, что-то и сказал Бог. Вы не умрете. Մի բաներ ասել է, հիմա մի այսքան սուտիչ պիտի անի մարդուն, հա։ Что будет, если Այսքան чуть-чуть այսքան какую-то կալյանը, ложь? այսքան անհավատների հետ մի քիչ հայոյախառը խոսել է, ինչ պիտի անի։ Սաղնել անմեն, էլի այ մարդ հիմա Հակոբ եղբայր ընկել ես մանրունքների հետևից այ մարդ վերջ դուր դե բրծի հիմա։ Ասենք թե մի քիչ բամբասել եմ, այդ ինչ պետք է լինի։ Այսօր մի հատ պատմություն լսեցի, Я услышал сегодня одну историю. մի հովիվ պատմում է, ասում է, Один пастор հավաքված են говорит, մի հատ շատ ծանր զրույցի собрались для очень серьезного եւ разговора. ասում է զրույցի ժամանակ զրույցը լավ առաջ չէր гնում։ И разговор, ну, в общем, был Ձեզ напряженный. նստած լարված մտնոլորտ եկել ասում մեկս են Напряженная սարկազմով атмосфера, ասեց։ и кто-то сказал Եղբայրներ ջան, сарказмом. եկեք մի քիչ ուրիշից բամբասենք, տեսեք մտնոլորտը ոնց է փոխվելու ուրախ Братья, դառնալու։ давайте посплетничаем, посмотрим, как атмосфера изменится. Գիտեք, ճիշտ է ինքը սարկազմով էր ասում Да, դա։ он, конечно, сказал с Բայց сарказмом, ինձ թվում է, որ իսկապես մարդիկ կան, որ եթե մեկի չխոսան կմեռնեն։ но есть такие люди, которым мне кажется, что если они не про кого-то не будут говорить, они умрут. Ո՞նց ոչ մեկի չեմ խոսած։ Я ни про кого сегодня не говорил. Չի մութ օրեր։ Что это за Ես темный այսօր день? մեկի չեմ խոսած, հələ մի րոպե ու վերցնում է հեռախոսը, И он берет свой телефон, գտնում է մեկին, находит одного, մեծ ականջ ունեցող, у которого большое ухо, ու կյանքը դարձնում է երջանիկ։ и делает свою жизнь счастливой. Երանի քեզ, И ты блажен. որ մարդիկ ասում են, սրայից սկուշնյա, որովհետև մեկից խոսալ չի եղնի այ մարդը հետ։ Если про тебя говорят, что ты скучный и с тобой не с кем поговорить. Քանի երանիկ այստեղ այդպիսի մարդիկ։ Сколько таких блаженных людей здесь? Մարդ չկա։ Ուղիղ եթարավոր։ Էս ինչ երջանիկ ենք մենք սիրել։ Կներեք սիրներս այս գասպունքային օրինակների համար, բայց սա այնքան կարևոր է։ Но это очень важно. Գիտեք ինչու։ Знаете почему? Գիտեք ինչու։ Որովհետև մենք վաղուց ենք կորցրել այս գիտակցությունը, որ կարող է հենց այսօր կատարվել նրա ասածը։ Мы давно потеряли это понимание, что именно сегодня может исполниться его сказанное. Հետի մեր օրերի հետ կապ չունի Հակոբ եղբայրը մի քեզ քրքրի բեմի վրա։ Не мучай себя, брат Акоп, на сцене. Это не про наши Էլ дни մի տենց говорится. կոտորի քեզ, Не հանգիստ, мучай себя. հանգիստ, Спокойно. հանգիստ։ Էդի մի 2000 տարի հետո լինի, թե չլինի։ Не знаю, это будет Հիմա через 2000 իսկույնի лет или не ինտելեկտ, будет. Հակոբ Сейчас եղբայր искусственный ջան, интеллект. աշխարհը զարգանում է, ինչի մասին ես խոսում, ինչ վերջի օրեր։ Ժողովուրդ ուզում եմ ասել, որ խիղճս հանգիստ լինի, որ ասել եմ։ И я хочу сказать, что моя Հիմա է Да. ասում, որ իմ խոսքը կկատարվի Աստված։ Бог говорит, что сейчас. Եկեք գնանք առաջ։ Давайте пойдем вперед. Ինչ կապ ունի այս օրերի հետ էս իմ ասածը։ Какая связь с сегодняшним Լավ днем? հասկացանք Եզեկիելի ասածը որոշ ակնարկեր են, բայց հիմա կոնկրետ ինչի հետ կապ ունի։ Да, какая связь то, что говорил Езекииль? Ով է ինձ հետ սիրելներս, քանի մարդ կա որ դեռ դիմանում Кто եմ со քարոզին мной? այսօրվա, այսօր 10000 վոլտ է ինձ թվում է։ Հա? Չէ, ոնց որ 5000 է։ Լավ է։ Երկրորդ Պետրոս 3-րդ գլուխ 1-4 համարները։ 2 Петра, 3 глава, с 1 по 4 стих. Ո ինձ հետ ով է կարողանում հայերեն կարդալ սիրելներս, Кто հայերեն, может на հայերեն, армянском читать? հայերեն։ Բավականին մարդ կա։ Կարող ենք միաձայն խորով լավ sense հստակ առանց վախենալու, չվախենաք որ կարդաք Հիսուսը այս բան հանկարծ գա, տենց մտքեր չունենաք։ Արխային կարդացեք։ Մենք չգիտենք Տիրոջ գալուստը, բայց ուզում եմ միասին բարձրաձայն կարդան։ Նրանք ովքեր հայերեն լավ կարդում են, գնացինք 3 4 Շարունակությունը։ Հələ մի րոպե, այստեղ հայեր են կարդացող, չկա՞ որ։ Հա, ներողություն։ 3-4 գնացինք։ Որ
կվարվեն Դավիթ ջան մի հորինի։ Եվ շարունակությունը, եւ ամեն։ Ամեն։ Ժողովուրդ ջան, դուք մեղ չեք գործել, դուք նոր Սուրբ Գիրք կարդացիք։ Вы сейчас не согрешили, вы прочитали Библию. Իմիջալոց դու կարող ես այսօր հանգիստ գալչկա դնես, դու Սուրբ Գիրք ես Ты կարդացել։ можешь сегодня поставить Ангел. галочку, ты сегодня читал Библию. Մի քանի կարևոր բան ենք տեսնում այստեղ վերջի օրերի հետ կապված։ Здесь вижу очень пару важных вещей, связанных с Առաջի последними բաներից днями. մեկը Первое. Պետրոս Առաքյալն ասում է. Ես Պյոտր չեմ գավարի։ ձանձրանում։ Я не устаю. Արդեն երկրորդ անգամ է Второе послание. ուզում եմ ձեր անկեղծ խնդրում եմ այս բառերը լսեք սիրելիներս։ Послушайте эти слова. Նարեկ եղբայր ջան, մի քիչ զգոն եղիր եւ ինձ հետ։ Անկեղծ մտքերը արտնացնեն։ Возбуждаю ваш чистый смысл. Հիմա տեսեք սիրելիներս։ Ինչ է նշանակում, երբ որ Պետրոսն ասում է ես ուզում եմ ձեր անկեղծ մտքերը արտնացնեմ։ Что хочет сказать Петр? Գիտեք, Աստված պարզապես չի ուզում մարդուն մտավոր կարող դարձնել, այսինքն մի հատ ինտելեկտուալ դարձնել։ Бог не хочет сделать как-то человека каким-то интеллектуалом. Ոչ, այո, դա նրա նպատակը չէ, Это որ не его Պետրոսն цель, ասում էր։ который говорит Երբ որ Петр. ասում էր ձեր անկեղծ, ձեր միամիտ, ձեր անկեղծ հավատքը ուզում եմ ձեր միտք հարթացնեմ, Я хочу, как бы напоминаем, ваш чистый смысл. նկատի возбуждаю. ուներ, որ խոսքը մարդու ներքին Он имел в виду, что слово ըմբռնման ու մտածողության մասին է, говорится о его внутреннем որ понимании, մարդը կարողանա անցալել, чтобы он мог принять, հասկանալ ինչ է կատարվում մեր շուրջը, понять, что ինչ происходит է вокруг կատարվում нас, այս օրերի մեջ։ что происходит в эти Եթե дни. ես ուշադիր չլինեմ, ինչ կլինի իմ անկեղծ мտքի հետ։ Если я не Օրինակ, буду внимателен, что որ будет ձեզ с моим ավելի чистым բարձր։ Այս смыслом. վերջերում ինձ մեկն ասեց. И недавно мне один сказал, Անկեղծ պիտի խոստանու հերիք ասենք ուրիշ եկեղեցիների մասին, մեր եկեղեցում չի լինում եւ այլն, այս անգամ անկեղծ ասենք։ Մեր մոտ ա եղել։ это было у нас. Մեկն ինձ ասեց. Один Ես мне сказал. հավատքի մեջ իմաստը կորցրել եմ։ Я потерял смысл в вере. Ուզում եմ հատուկ շեշտել, որ ինքը ջրով մկրտված է։ Я хочу сказать, что он Սուրբ крещенный հոգով водой, մկրտված է крещенный Духом եւ ինձ Святым. ասում է. Ես իմաստը կորցրել եմ։ И он говорит, я потерял смысл в вере. Քույրեր եղբայրներ, երբ կարող է մարդը հավատքի նկատմամբ իմաստը կորցնել։ Когда человек может потерять Երբ смысл որ по իր отношению к вере? անկեղծ միտքը Когда он свое ինչ որ մեկին հաջողվի, որ նրա միտքը փոխի։ чистые мысли свои, вот эти вот, Ինչի Իսկ- միջոցով ես հիմա ուզում եմ ձեր ուշադրությանը բերեմ, սա շատ կարևոր է որ դուք լսեք հարազատներս։ кому-то удастся Գիտեք, переменить. շատերը կորցրել են իրենց անկեղծ միտքն ու անկեղծ հավատք Աստծո նկատմամբ։ Многие потеряли эту искреннюю веру. Եվ и գիտեք вот ինչպես этот են чистый կորցրել, смысл. И знаете, как они սիրելիներս։ Շատ потеряли? մեծ մեղ չեն կորցրել։ Они не сделали большого Ուղղակի греха. նրանք այդքան էլ կարևոր չեն համարում, որ Հիսուսը շուտով կգա։ Они просто не считают важным, настолько важным, что Որ Иисус скоро շատ придет. հնարավոր է նրա խոսքը հենց այսօր կատարվի։ Что очень возможно, что его слово сегодня Այն исполнится. խոսքերն էլ որ գրված է Սուրբ գրքի մեջ դա իմ կամ եղել է արդեն կամ էլ ես իմ երբ կլինի։ А те слова, которые написаны в Библии, это либо очень давно Ай. было, либо Այո. еще очень давно будет. Այսպես սերներս մարդիկ կորցնում են իրենց անկեղծ հավատք Աստծո նկատմամբ։ И вот так люди теряют свою искреннюю веру к Богу. Ասեք տեսնեմ սերներս, եթե Հիսուսը նստած լինի ինչ որ մեկից խոսալուց, այդ մարդու եւ քո միջև։ Если Иисус будет... Ասենք ես բամբասում եմ։ Допустим, Нарекет я бамбасум, сплетничаю, мы сплетничаем с Դու Нареком. բամբասում եմ ումից, Սարգիսից, էլ ում Допустим, բամբասենք։ мы сплетничаем о Սարգիսից Саркисе. О ком мы Ու еще եթե можем ես տեսնում եմ Հիսուսը մեր կողքը կանգնած И է։ если я вижу, что Иисус рядом с Քույրերը нами բաներ, стоит, բարձացեք ձեռքեր, ովքեր կհամարցակվեն բամբասեն այդ պահին։ поднимите руки, кто осмелится сплетничать в этот Մեր момент. եկեղեցին չեմպիոնա ձեռ չբարձրացնելու։ Наша церковь чемпион. Մալացի, գոնես անգամ ճիշտ արեցիք, որ չբարձրացիք։ Երկրորդ հարցը տա։ Неподнимание рук. Второй вопрос. Ասենք պատկերացրու առավոտն արթնանում ես Теперь представь, ты утром просыпаешься, եւ Հիսուսը կանգնած է քո и սենյակում Иисус стоит у тебя եւ в ասում է. комнате «Բալես, ես քո հետ ուզում եմ խոսեմ Սուրբ գրքի միջոցով»։ и говорит, Балес, я хочу с тобой говорить через Божье Ասենք տեսնեմ, Слово. որ օրը դու գիրք չեք կարդա։ Теперь скажите, в какой день вы не будете читать Библию? Ժողովուրդ, դուք լսում եք։ Նա դու ինչ հարց տան։ Теперь другой вопрос. Ասե, եկեղեցի, սա շատ կա, այ Տեր Աստված, շնորհակալ եմ, որ դու այս մտքերը տալիս ես ինձ։ Պատկերացրեք, Представьте,
Դու ճանապարհով գնում ես։ Ты по дороге идешь Տեսնում ես մի հատ հայ ընտանիք։ и видишь одну армянскую Չէ, семью. ռուսներին էլ պիտի ավետարանենք մենք Да, мы должны միանշանակ։ благовествовать, Вот. евангелизировать и Եվ русским. տեսնում եք, որ Հիսուսն ասում է. «Տղես, И видите, что այս Иисус говорит, մարդիկ сын мой, эти ցույց է люди, տալիս դժողքը, он показывает ад. եւ ասում է, այս մարդիկ դժող կգնան, եթե դու նրան չքարոզես»։ Они говорят, что если ты мне проповедуешь, эта семья Քուրերը пойдет, эти люди բաներ, пойдут в իմ ад. հարցին պատասխանեք, որ մեկին դուք չեք քարոզի, եթե Հիսուս Ответьте այդ на мой տեսնի։ вопрос, кому вы не будете проповедовать, если Иисус так скажет вам? Հիմա ձեր հարցի պատասխանը տամ։ Теперь ответ на ваш Գիտեք вопрос. ինչու չենք կարդում շատ հաճախ։ Вы знаете, почему мы часто не читаем? Գիտեք ինչու չենք ավետարանը քարոզում անհավատներին։ Почему мы часто не евангелизируем неверующих? Գիտեք ինչու ենք շատ հանգիստ խոսում առանց խղճի տանջանքի։ Почему Ուշադիր։ без угрызения совести Որովհետև часто երբ որ говорим? մենք խոսում ենք ինչ որ մեկի մասին երկուսով, մենք Հիսուսին չենք տեսնում մեր մեջ։ Потому что когда мы говорим о ком-то вдвоем, мы не видим между нами и Иисуса. Երբ որ ես առավոտն արթնանում եմ եւ շատ հանգիստ կարող եմ օր անցկасնել առանց Աստվածաշնչի, гիտեք ինչու։ Когда я день могу провести спокойно без Որովհետև ես Библии, չեմ տեսնում եւ չեմ հավատում, որ Հիսուսը սուրբ գրքի միջոցով ուզում է խոսել ինձ հետ։ потому что я не верю, что Иисус хочет со мной говорить через Եվ Библию. այսպես շարունակ արդյոք հենց սա չէ խնդիրը Разве не սիրելիներս։ в этом Որ проблема? Աստված ուզում է մեր միտք հարթնացնի, Что Бог хочет որ пробудить наши այսօր мысли. է օրը։ Что сегодня этот день. Այսօր պիտի կատարվի խոսքը։ Сегодня должно исполниться Եվ слово. Աստվածաշունչն ասում է, որ ես ուզում եմ արթնացնել ձեր անկեղծ մտքերը։ Библия говорит, я хочу пробудить ваш чистый Ինչու է смысл. Պետրոսն այդքան լուրջ ձևով կրկին անգամ հավատացյալներին հիշեցնում։ Почему и Петр вот так вот постоянно напоминает? Գիտեք им? ինչու սիրելիներս, հիմա խնդրում եմ լսեք։ И знаете почему? Որովհետև այս երևույթը, Потому что это явление. որ երևույթը, Какое явление? ձեզ օգնեմ, որ չմոռանաք քարոզի միտքը, որ դե հիմա չի լինի, դե հիմա դրա ժամանակը չի, դե հիմա Հիսուսը Сейчас դժվար этого կա։ не будет, сейчас трудно Այս Иисус երևույթը придет. Вот это явление, Վերջի օրերի սատանայի ձեռքի ամենահզոր գործիքներից մեկն է, որով ինքը պիտի հարցակվի անկեղծ հավատացյալների վրա, որ նրանց միտքը պտորի։ будет самым сильным инструментом в руках сатаны, чтобы осквернить мысли верующих, искренних верующих людей. Որ դու Последнее չհավատաս, время. որ հենց այդ պահին կարող է Հիսուսը գա։ Чтобы ты не верил, что именно в этот Որ դու момент придет չհավատաս, Иисус. որ Աստծո դատաստանը կարող է լինել։ Чтобы ты не верил, что может быть Որ Божий դու տենց суд. բաների չհավատաս հարազատը։ Чтобы ты не верил подобным Որ քո вещам. անկեղծ միտքը պղծվի։ Чтобы твой искренний вот этот чистый Դրա համար смысл Պետրոս առաքյալն ասում է, испачкался. ոնց եմ уզում ձեր միտքը արթնացնեմ, Поэтому Петр говорит, я так хочу вот որ возбудить չկորցնենք вас, ձեզ։ чтобы не потерять вас. Գիտեք ինչու։ Որովհետև Պետրոսը ասում է, կգա Потому что ժամանակ, Петр говорит, придет время, կասեն ուր է Հիսուսի գալուստը։ будут говорить, а где пришествие Ինչու շատ բաներ его? չի կատարվում։ Почему много не Դե происходит и հավատքի исполняется? հայրերն էլ մեռան, ասում են որ պիտի էսա լինի, բայց մեռան ու իրանք չկան, չէ՞ հիմա։ Ну, отцы веры, они говорили, что вот-вот будет, но они умерли. Առաջի Կորինթացիների 15-ի 1-ից 1 Коринфянам с 15 ոչինչ որ 15 глава. չթարգմանես, ցավախ բերես, այս մի քիչ երկար, եկեք միասին կարդանք սերունդը, նայեք ինչ ասում Պողոսը, ում է հետաքրքիր սերունդերս, մի քիչ խորանանք, էլի, թույլ տվեք, այստեղ կարևոր մտքեր ունեմ հասցնեմ ձեզ այնտեղ։ Գնացինք, նայեք ինչ ասում Սուրբ Գիրքը։ Իմացնում եմ ձեզ եղբայրներ այն ավետարանը, որով ավետարանեցի ձեզ, որն էլ ընդունեցիք, որի միջով էլ կանգնած եք, որի մեջ էլ կանգնած եք, որով փրկվում եք, ուշադրություն դարձեք, չի ասում փրկվել եք, փրկվում եք, այսինքն Պողոսն ուզում ասել իմ քարոզած ավետարանը այսօր էլ է ձեզ փրկում այն բանով, որ ձեզ ավետարանից է, եթե ամուր բռնեք նրան, եթե զուր տեղը չեք հավատացել։ Հիմա եկեք նայենք, ինչը պիտի ամուր բռնեն, որովհետև ես առաջուց այն տվեցի ձեզ, որ ես էլ ընդունեցի, թե Քրիստոս մեր մեղքերի համար մեռավ գրքերի համեմատ, բոլորն ասեցին ամեն։ Եվ թե թաղվեցավ, եւ թե երրորդ օրը հարություն առավ գրքերի համեմատ, հավատացողն ասի, եւ երևացավ Կեփասին, հավատացողն ասի, հիմա ուշադիր լսեք, ինչու ասեցի երևացավ Կեփասին, հավատացողն ասի ամեն։ Որովհետեւ Հիսուսն արդեն մեռած ժամանակից հետո է նկարագրում Պողոսը, որ երևացավ Կեփասին։ Հետո 12-ին, հետո երևացավ 500-ից ավելի եղբայրների մեկ անգամ, որոնցից շատերը մինչև հիմա մնում են, բայց մի քանիսն էլ ննջեցին, հետո երևացավ Հակոբին, Փարք Տիրոջը, հետո բոլոր առաքյալներին, ամենից հետո իբր թե մի վիժվածի ինձ էլ երևացավ, որովհետև ես առաքյալների հետինն եմ, որ արժանի չեմ առաքյալ կոչվելու, որովհետև Աստծո եկեղեցին հալածեցի,
Բայց Աստծո շնորհքովն եմ, ինչ որ եմ, նրա շնորհքը, որ ինձանում է ունայն չեղավ, այլ նրանց ամենից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծո շնորհքը, որ ինձ հետ է, արդ եթե ես, թե նրանք, լսեք, շեշտում է բոլորին, այսպես են քարոզում, դուք այսպես հավատացիք եւ ձեր հավատքով փրկվեցիք, բայց եթե Քրիստոս քարոզում է, թե մեռելներից հարություն է առել, ինչպես են ձեզանից ոմանք վեր կացել ձեր մեջ եւ ասում են մեռելների հարություն չկա այ մարդ, ինչ եք խոսում։ Հա հասկացանք Հիսուսը կա, մեռելների հարությունը որն է։ Ուզում եք ասեք տատիս գերեզմանից դուրս է գալու։ Էս ինչ հեքիաթներ եք պատմում։ Ուզում եք ասեք պապիս հիմա տատիս կողքը պարկած է, հենց ոտ գերեզմանները պիտի բացվեն եւ նրանք պիտի դուրս գան։ Ջուր դուք զգում եք ես ձեր որտեղերին եմ կպնում։ Գիտեք որտեղերին։ Այնտեղ որտեղ շատերը չեն հավատում, որ հանդերձյալ կյանք կա եւ մեռելները պետք է դուրս գան գերեզմաններից։ Ես չգիտեմ այս լռությունը ինչի նշան է։ Հավատում եք սրան, եթե չեք հավատում, ձեր Հիսուսին հավատալը այլևս իմաստ չունի։ Որովհետև եթե նա մեռելներից հարություն չի առել, ապա ասեք տեսնեմ ինչպես է մեր մեղքերը ներվես սիրելիներս։ Այո, մահից հետո կյանք կա։ Եվ բոլորը կանգնելու են նրա առջև։ Երանի այդ օրը այսօր լինի։ Ճիշտ է, կուզենայինք բոլորը փրկվեն։ Մենք էլ Աստծո շատ չենք ուզենա իհարկե, որտեղ Աստծո ցանկությունը ավելի մեծ է, բայց երբ որ նա որոշեց գա, ով կարող է ասել, ինչու հիմա եկար։ Նա է ժամանակները որոշում եւ կկատարվի։ Ես ասեցի կկատարվի Աստծո խոսքը սիրելիներս։ Я сказал то, что Божье Слово Աստծո исполнится. խոսքը կատարվելու է։ Божье Слово исполнится. Գիտեք ինչու եմ ես այսպես ողջևորված ասում սա։ Знаете, почему я так воодушевленно это Գիտեք говорю? հաջորդ տեղում Պետրոսն ասում է. հիշեք մարգարեներին եւ առաքյալների ասածները։ В следующем месте Петр говорит, вспомните то, что Հիշեք, пророчествовали մտաբերեք пророки. նրանց ասածները։ Вы вспоминайте, Չմոռանաք իրանք ինչ են ասել։ не забывайте, что они говорили. Մատթեոս 24:33-ից տեսեք մի հատված կա, ուզում եմ կարդամ ձեզ, ամա հիմա կարող ես թարգմանել Նարեկ ջան։ Матфея 24:33. Տեր օգնի մեզ։ Այսպես էլ դուք, Так и вы, երբ որ այս ամենը տեսնեք, когда вы увидите այսինքն ինչ все տեսնեք, сие, что պատերազմները տեսնեք, войны, երկրաշարժերը, մի землетрясения, խոսքով տեսնեք այն ինչ որ գրված է Սուրբ գրքում, իսկ մենք տեսնում ենք թե չէ սիրելիներս։ а мы видим это Մենք или տեսնում нет? ենք որ Սուրբ գրքի գրվածները կատարվում են Мы հիմա։ видим то, что написано, исполняется. Նու փակ տիրոջը մի քանիսի համար։ Но слава Богу для Չէ, некоторых. իսկապես տեսնում ենք թե չէ Не, որ мы сегодня կատարվում է видим то, что սիրելիներս։ это Եթե դու исполняется. ուզում ես իմանաս աշխարհում ինչ է կատարվում, կարդա Սուրբ գիրքը։ Если ты хочешь знать, что происходит в мире, читай Божье Слово. Տեսեք ինչ ասում Սուրբ գիրքը։ Посмотрите, что говорит Библия. Այսպես էլ դուք, И также и երբ որ вы, այդ ամենը տեսնեք, когда все это увидите, իմացեք որ մոտ է։ знаете, что близко. Եկեք բոլորս ասենք մոտ է։ Давайте все вместе скажем Գորերեկներ, եկեք близко. ասենք մոտ է։ Близко. Մոտ է ավելի, քան դու ինքդ քեզ։ Ближе, чем ты сам себе. Այդ օր ավելի մոտ է, քան ինքդ դու քեզ։ Этот день ближе, чем ты Ես сам ուզում եմ որ себе. դուք խորը հասկանաք, որովհետև Պետրոս առաքյալը Я սիրելիներս։ хочу, чтобы вы поняли, потому что апостол Մտահոգված Петр, ասում է հիշեք մարգարեներն ինչ են он ասել։ говорит, вспоминайте, что говорили Ինքն ուզում էր пророки. ասել, որ պիտի կատարվի։ Մեկ մտածի, որ դա մնալու է հենց այնպես։ Он хотел сказать, это обязательно, непременно сбудется. Այսպես էլ դուք, երբ որ այս Իդանք ամենը զույգ։ տեսնեք, իմացեք, որ մոտ է դռներին, ճշմարիտ ասում եմ ձեզ, այս ազգը չի անցնի, մինչև որ այս ամենը լինի, երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Իսկ այն օրվա եւ ժամի համար ոչ ոք չգիտի, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ հայրը, ինչպես Նոյի օրերին, այնպես էլ կլինի։ Մարդի որդու գալուստը, որովհետև ինչպես որ ջրհեղեղից առաջ, հիմա ուշադիր լսեք, ինչ օրերի հետ է համեմատում այս օրերը Աստվածաշունչը։ Ուտում էին, խմում էին, կնիկ էին առնում, մարդի էին գնում։ Կիկոսի պատմությունը հիշեցի երևի։ Մինչև այն օրը, որ Նոյը մտավ տապան, եւ նրանք չիմացան, որ Նոյը մտել է տապան։ Ո՞վ էր այստեղի վրա ուշադրություն դարձրել։ Кто обращал внимание на это место?
Լավ հասկացանք, որ այնքան էին արհամարել Նոյի քարոզները, Я понимаю, что они настолько ни во что ставили ինչպես որ проповедь այստեղ Ноя, շատերը կարող են արհամարել այս так քարոզները։ же, как и многие ни во что ставят эту проповедь. Okay, Окей. բայց ես ուրիշ բան եմ տեսնում։ Но я Ինչ է другое նշանակում вижу. չիմացան։ Что означает «и не думали»? Սուրբ Գիրքն ասում է, նրանք այնպես էլ չիմացան, ոնց Նոյը տապանի մեջ հայտնվեց։ И не знали, как он оказался в этом ковчеге. Մեկ զարմանասիրներից երբ որ ասում են, այ մոր չիմացանք սրա, դες ո՞ց գնաց եկեղեցի։ Не удивляйтесь, если кто-то скажет, я не понял, как он попал в церковь. Ես չհասկացա, ոնց ասես փոխվել ես մարդը, ոնց Как որ он так շուտ изменился? չի։ Как будто перевернутый. Աշխարհը չգիտի դու որտեղ ես նստած։ Мир не знает, где ты сидишь. Այ ըմբռնում ես ինչ եմ ասում։ Դու ընտեղում ես, Ты в том месте, որին Աստված վերցնելու է իր մոտ։ в котором Бог тебя возьмет к себе. Եվ դա երբ է լինելու։ И когда это будет, Խնդրում եմ ուշադրի լսեք։ послушайте внимательно. Նոյի օրերում ոչ մեկ չգիտեր ջրհեղեղը որորնա գալու։ В дни Ноя никто не знал, когда будет потоп. Կարևորը Важно. Նոյը իր ընտանիքով տապանի մեջ էր։ Ной вместе со своей семьей был Եվ в ուզում եմ ковчеге. ձերքս երկինք բարձրացնել եւ ասել. И хочу поднять свою руку и сказать, Ես հավատում եմ, я верю, երբ որ նա գա, когда он придет, այս եկեղեցին տունա տանելու ինքը։ он эту церковь возьмет Սա домой. այն տապանն է, որի մեջ մենք նստած սպասում ենք։ Это тот ковчег, в котором мы сидим и ждем. Սիրելիներս, չասեմ Возлюбленные, շուտով անձրևները կգան։ я не скажу, что вскоре придут дожди. Անձրևները վաղուց արդեն հորդում են, դուք նկատել եք։ Дожди уже давно льются. Ջրհեղեղի անձրևները արդեն հորդում են, դուք նկատել եք։ Вы замечали то, что вот Դուք эти տեսնում дожди եք льются? պատերազմները։ Вы видите войны, Դուք տեսնում եք ազգ-ազգի վրա վեր народ на բարձրանալը։ народ. Եվ այստեղ մարդիկ կարող են լինել Հակոբ եղբայրետի դարերով շարունակ լինում են։ Հիմա դու ինչ ես ուզում А ասել։ здесь есть люди, которые говорят, здесь на Նոյի протяжении օրերում էլ веков են это այդպես происходит. մտածում։ И во времена Ноя также думают. Քույր երեխայներ, ամբողջ հարցը նրանում է, Знаете, весь вопрос в том, որ ես իմ տեղում լինեմ։ чтобы я был на своем Կապ месте. չունի, որ դեռ այնտեղ ջրհեղեղ չի եղել։ Не важно, что там еще не было Ես потопа. այստեղ եմ, Я здесь, որովհետև գիտեմ կատարվելու է նրա խոսքը։ зная, что исполнится его Նա слово. շուտով կգա Он вскоре եւ придет իր հարց եկեղեցին տուն կտանի։ и возьмет свою Օրհնյալ невестку լինի նրա церковь անունը։ домой. Այդպես էլ կլինի։ Նայեք շարունակության մեջ ինչ ասում։ Մարդու որդու գալուստը։ Եվ հետաքրիր նկարագրություն է տալիս։ Նարեկ եղբայր, թե կուզես կարող ես կարդալ։ Ասում է այն ժամանակ երկու հոգի կլինեն արտումը, մեկը կվերցնվի, մեկը կմնա արտի մեջ։ Երկու հոգի կլինեն անկողնումը, մեկը կմնա անկողնու մեջ։ Քուրեր եղբայրներ, սիրելի զույգեր, թե դու մտածում ես, որ քո մարդու հավատքով կմտնես երկինք, ինքը քո տեղը քո փրկության հարցը ծանոթի հաշվով կլուծի, այս հայկական ծանոթի հաշվով։ Թարգմանի ախպերից, որովհետև այնտեղ Если ты думаешь, что Ими вера чалёц, твоего если мужа мануш тебя ехать, да. спасет, են որ перевод արեք ես։ да? Где он? Դա հոսիդի դա։ Если ты думаешь, что вера твоего мужа или жены тебя спасет, Սխալվում ես։ ты ошибаешься. Պապիս էլ էր ասում, բալա ջան, որ դու գնաք ես քո ոտից կբռնեմ ես եկամ։ Ում պապիներն են տենց Мой ասել, дедушка կամ ում говорил, что բարեկամներն են ասել։ я схвачусь за твою ногу и также за вами пойду. Սիրելիս, туда». ինք ինձանից առաջ է գնացել։ Он прежде меня пошел. Ուր է գնացել, չգիտեմ, И куда он пошел, я не բայց знаю. մի բան կա լավ հասկանում եմ։ Но кое-что есть, Սուրբ что я Գիրքն ասում է понимаю. երկու հոգի մի անկողնում կլինեն։ Написано, что двое будет на постели. Մեկը կվերցրվի, Один возьмется, մյուսը կմնա։ а другой останется. Ով կմնա սիրելիներս։ Кто останется? Արդյոք այն մարդը, ով որ պարկած էր ինչ որ մեկի կողքին, նա չգիտեր, որ գալու է Հիսուսը։ Разве тот человек, который Гидеш. лежал рядом с ним, он разве не знал, что придет Որտեղ Иисус? մարդու կնգանից գաղտնիք չկա Он սիրելիներս։ знал, потому что между мужем и женой нету секретов. Այդ որ մարդիկ մեկ-մեկ գալիս են ասում են, մարդ չեմ ասել, հանգիստ։ Քնի կինը երազում էլա մարդուց բան иմանամ։ И жена Тут чисто ночью совсем во ворчит сне что-то есть. узнает от мужа. Բայց երազում մեկ-մեկ որ խոսել ես, գիտես քեզ ինչքան հարցեր ա տվել։ И когда ты вдруг во сне что-то говоришь, Հա, օքեյ, կպատմես մի օր։ Հասկացեք հարազատներս, անկողնում երկուսը կլինեն, մեկը, այս անկողնու այդ լիքը բաներ կարող ենք պատմել, բայց ասացիս իմաստը գիտեք որն է։ знаете, в чем смысл моего сказанного? Հավատում ես, որ նրա խոսքը կկատարվի։ Ты веришь, что его слово исполнится.
Դուրը կգա ձեր թե ոչ, ես ուզում եմ շարունակությունը կարդալ։ Не знаю, вам понравится это или нет. Երկու հոգի կլինեն արտում, մեկը կառնվի, մեկը կթողվի, երկու հոգի միջաղացումը կաղան, մեկը կառնվի, մեկը կթողվի։ Արթուն կացեք, որ չգիտեք թե որ ժամում ձեր Տերը կգա, բայց այս իմացեք, որ եթե տան Տերը գիտենար թե որ պահին կգա գողը, արթուն կկենար եւ թող չէր տա որ իր տունը ծակեն։ Սրա համար դուք էլ պատրաստ կացեք, որ այս ժամին որ դուք չեք կարծում, մարդի որդին կգա։ Հիմա սիրելիներս, կարի կա էլ փիլիսոփայելու, ես վերջացնում եմ արդեն։ Разве есть нужда в философии? Երբ կգա Հիսուսը։ Когда придет Иисус? Հիսուսը մեզ երբեք չի պատվիրել, որ մենք քննենք ժամանակները, թե երբ է галու ենք։ Иисус нам никогда не говорил, чтобы мы Գիտեք ինք размышляли, ավելի когда Он շատ ինչ придет. է մեզ խորհուրդ տալի։ Знаете, что Он нам Ասում է советует? ավելի լավ է դու միշտ պատրաստ եղիր։ Он говорит, просто ты будь всегда лучше готовый. Շուր արի ինչ որ մեկին աս ավելի լավ է դու պատրաստ եղիր։ Повернись к кому-нибудь и скажи, лучше ты будь всегда Ավելի լավ է готовым. դու միշտ պատրաստ եղիր։ Будь всегда готовым. Ես չգիտեմ երբ կգայի։ Я не знаю, когда Տերը Он երբ придет. կգա ինձ կվերցնի։ Не знаю, когда Он придет меня взять. Կին, դու գիտես երբ կգա Հիսուս ինձ կվերցնի։ Жена, ты знаешь, когда Ես Иисус էլ придет меня չգիտեմ։ взять? Я не знаю. Հարազատներս, ուզում եմ որ կանգնենք աղոթքի հիմա Хочу, чтобы мы сейчас встали на молитву. եւ կխնդրեմ որ մեր ծառայողներից բարձրանան վերև եւ աղոթքից առաջ մի բան պիտի կարդամ։ И прежде молитвы я должен кое-что прочитать. Հուդայի գիրք առաջի գլուխ Послание 17-ից Իուդը 20։ 1 глава, 20 стих. Բայց դուք սիրելներ, խնդրում եմ հիմա մի փոքր լռություն, ես վերջացնում եմ։ Ուշադիր լսեք այս խոսքերը։ Դա։ Բայց դուք սիրելներ, հիշեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալներից առաջացած խոսքերը, որովհետև ասում էին ձեզ, թե վերջի ժամանակներում կհայտնվեն կաշումնիկներ, ծաղրանող, այս լուրջ խոսքը թեթևացնող, կատակի վերածող մարդիկ կլինեն, որ իրենց ամբարիր ցանկությունների ետևից կգնան։ Սրանք են, որ ջոկում հեռացնում են իրենց, շնչավոր, որ հոգի չունեն, բայց դուք սիրելներ, ձեր անձերը ձեր սուրբ հավատքի վրա շինեցեք, սուրբ հոգով աղոթք անելով։ Ինչ կամած։ Մյուս տեղում էլ В другом месте Սուրբ Գիրքն ասում է, Библия говорит, վերջին օրերում մարդիկ в կլինեն, последние дни будут люди, որ ծաղր անելով կասեն, которые, высмеивая, будут բա говорить, ուր են նրա գալուստը։ а где обетование Его Եվ ասում пришествия? այդ ծաղր անողները նրանք են, И эти люди, они будут те, ովքեր կգնան իրենց ցանկությունների которые ետևից։ пойдут вслед своих желаний. Քույրեր եղբայրներ, ահա գլխավոր նպատակը մարդու, Вот главная цель человека, ինչու չի ուզում որ ինքը շատ լուրջ տեղ տա այս թեմային, чтобы он серьезное место дал որ этой խոսքը теме, կկատարվի, что слово совершится, մարգարեությունները կկատարվեն, пророчество совершится, տեսիլքները կիրականանան, видение станет նրա реальностью, օրը կգա его շուտով։ день придет Ասում вскоре, է որովհետև նրանք ուզում են գնալ իրենց ցանկությունների ետևից։ потому что они хотят идти вслед своих Գիտեք, մեր желаний. լեզվով ասած նշանակում Говоря է нашими словами, это մարդիկ կա означает, կարծես Աստծուն ուզում են ասել։ люди, которые хотят сказать Богу, Մի քիչ էլ ենք ուզում այս երկրի վրա հավես կյանք ապրել։ мы еще в этой жизни Մեր хотим ցանկությունների ետևից գնալ։ пойти за нашими Միշտ ապիկ գալ։ желаниями. Մենք այնպես չի որ այստեղ Не վատ ենք спеши զգում։ приходить, мы себя не так Есть плохо такая чувствуем. И здесь хорошо. Դենց էլ մնավա չի, И դու միշտ ապիկ գալ если так Հիսուս։ будет здесь, будет хорошо. Եվ ասում են նրանք ուզում են գնալ իրենց ցանկությունների ետևից։ Написано, что они хотят пойти вслед своих Դրա համար желаний. մարդկանց հետաքրքիր չի սիրելիներս Поэтому людям մտածել սրա интересно մասին, думать об этом, բայց ոչ մեզ համար, но не для нас, բայց ոչ մեր եկեղեցու не для համար։ нашей церкви. Եթե այդպես է, Если գոնե так, այս անգամ ձեռքդ բարձրացրու։ Хотя бы подними сейчас Եվ свою ասա руку Տեր ես ուզում եմ, и скажи, Господь, я хочу, պատրաստի ինձ, приготовь меня, պատրաստի ինձ սիրտը։ приготовь мое сердце. Ամենակարող Աստված աղոթում Всемогущий եմ Бог, мы молимся քո եկեղեցու համար за Твою церковь, եւ քո ժողովրդի и համար։ за Твой народ. Այցելի քո ժողովուրդը։ Посети Твой народ. Տեր, ես այս վերջերում ցավալի ստատիստիկա լսեցի Եվրոպայի մասին, Я услышал очень больную статистику, որտեղ եկեղեցիները դատարկվում են, где церкви опустошаются, որովհետեւ տարին տարու վրա Из года в կորչում է год այն սերունդը երիտասարդ, теряется тот род
որ պիտի молодежи, ստաֆետա վերցներ եւ գնար Հիսուսի հետևից։ который должен был взять эстафету и Բայց пойти за ինչ որ Иисусом բան Христом. տեղի ունեցավ։ Но что-то произошло. Ինչ որ բան տեղ ունեցավ եւ սերունդը թողեց եւ գնաց իր ցանկությունների հետևից։ И вот этот род он оставил и пошел за своими Ես желаниями. աղոթում եմ, որ Я մեր молюсь, եկեղեցում սերունդ բարձրացնես, чтобы в нашей церкви որ ты կսիրի քեզ, поднял род, чтобы կսիրի который քո ժողովուրդը, будет любить тебя, կսիրի քո խոսքը, любить твое слово, կսիրի քեզ ծառայելը, твой народ, любить, կսիրի քեզ հետևելը, служить тебе, կսիրի քո սրբությունով ապրելը։ следовать, жить твоей святой Աստված իմ жизнью. աղոթում եմ քեզ, Я молюсь, դուր որ այդ օրհնությունը տեսնենք այս տան մեջ։ чтобы мы это благословение увидели в этом доме. Հիսուսի զորավոր անունով։ Во имя Иисуса. Քեզ լինի փառք, Тебе будет слава, քեզ լինի պատիվ, честь Հիսուսի անունով։ во имя Եվ Иисуса. աստծո ժողովուրդն ասեցին. Божий народ сказал Ամեն։